Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը ձկներ նշանի համար։ Գնայինք մոլորակների դիրքավորումը այս ամսում, կնշեմ նորալուսին, լիալուսին և լարված օրերը։ Հորոսկոպը առաջին հերթին նայեք ասցենդենտի նշանով։ Այսպիսով, արևը մինչև հուլիսի 27-ը կգտնվի խեցգետի նշանում, իսկ դա ձեր 5-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք երեխաների հետ կապված հարցերով, հարաբերություններով, արվեստի հետ կապված հարցերով, գնաք կինո, թատրոն, ռեստորան կամ սկսեք զբաղվել սպորտով։ Այնուհետև ամսի 22-ից սկսած արևը կանցնի առյուծ նշան ձեր 6-րդ տուն և կակտիվանա 6-րդ սեկտորը, այսինքն այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ, ընտանի կենդանիների հետ և առողջության հետ։ Մերկուրի մոլորակը մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով խեցգետին նշանում, սրա հետ կապված առանձին նյութ ունեմ տեղադրած, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք նայել, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում և հորոսկոպի բոլոր նշանների համար ինչ փոփոխություններ այն կբերի։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի առյուծ նշանում, իսկ դա ձեր 6-րդ տունն է։ Գուցե նոր սիրահարվածություն լինի աշխատավայրում, նոր սիրավեպ սկսվի, կամ ինչ-որ հաճելի նվեր ստանաք աշխատավայրից, կամ եթե ծննդյան քարտեզով պայմանավորված կամ բացասական դիրքավորումներ, հնարավոր է առողջական խնդիր առաջանա կապված կանացի օրգանների հետ։ Այնուհետև ամսի 9-ից սկսած Վեներան կանցնի կույս նշան ձեր 7-րդ տուն, բերելով հաճելի հանդիպում, հաճելի հարաբերություններ ամուսնու կնոջ հետ, միասին գուցե լավ ժամանց ունենաք, գնաք հանգստանալու կամ եթե համագործակցության եք սպասում, ապա համագործակցություն լինի բավականին շահավետ, կամ զուտ հաճախորդները շատանան։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում կգտնվի երկվորյակ նշանում, իսկ դա ձեր 4-րդ տունն է։ Իսկ 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, ընտանիքի անդամները, անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Այստեղ հնարավոր է տարաձայնություն լինի ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի հետ կամ մոր հետ, քանի որ 4-րդ տանը մայրն է պատկանում, կամ զուտ ակտիվ կերպով փորձեք օրինակ անշարժ գույք գնել կամ վաճառել։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում, այս ամսում 0-ից 6 աստիճան շարժվելով, սրա հետ կապված առանձին նյութ ունեմ արդեն տեղադրած, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք նայել, այժմ որպեսզի չկրկնվեմ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում 21-ից 24 աստիճան շարժվելով, սա ձեր 10-րդ տունն է, և 10-րդ տանը սև լուսինը երբ գտնվում է, կարող է ինչ-որ տարաձայնություններ լինել, խաբեություն լինի կարիերայում կամ ղեկավարության հետ, տարաձայնություն կարող է լինել, կամ ինչ-որ որոշեք ձեր ստատուսը փոխել, բայց հետո փոշմանեք, օրինակ որոշեք գնալ թոշակի, բայց փոշմանեք, որ գնացել եք թոշակի, կամ որոշեք օրինակ ամուսնալուծվել, բայց հետագայում փոշմանեք։ Հատկապես այս ամսում թող զգուշանան սև լուսնի ազդեցությունից բոլոր այն ձկները, ովքեր ասցենդենտով ձուկ են, ասցենդենտը գտնվում է 21-ից 24 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ամսի 12-ից, մարտի 12-ից, մինչև մարտի 16-17 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, զգուշացեք, որպեսզի սև լուսնի ազդեցության տակ չընկնեք։ Այժմ նորալուսին և լիալուսին, հուլիսի 14-ին կլինի նորալուսին, խեցգետի նշանում ձեր 5-րդ տանը, հնարավոր է ինչ-որ նորություն լինի կապված երեխաների հետ, գուցե իմանաք, որ բալիկ եք ունենալու, կամ այս ժամանակահատվածում ծնվի ձեր բալիկը, կամ նոր հարաբերություններ սկսվեն, նոր սիրային հարաբերությունների մասին է խոսքը։ Եվ լիալուսին կլինի հուլիսի 29-ին ջրհոս նշանում ձեր 12-րդ տանը։ Եվ ինչ-որ վերջնակետ կդրվի այն ամենի հետ, ինչը կապված է հեռավոր հողերի հետ, կամ եթե գուցե մինչ այս ինչ-որ առողջական խնդիրներ ունեիք, վերջնական ինչ-որ լուծում ունենան դրանք։ Այժմ լարված օրերը նշեմ, հուլիսի 3, հուլիսի 6, 13, 20 և հուլիսի 26-ից սկսած մինչև ամսվա վերջ լարվածությունը լինելու է։ Այնպես որ զերծ մնացեք այս օրերին ինչ-որ կարևոր գործարքներ կատարելուց, կարևոր որոշումներ կայացնելուց։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված հուլիս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդել, գրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։